Բարև ձեզ սիրելի երևանցիներ, գտնվում ենք Ռաֆու 111 կոտորակ 11 հասցեով, ուզում եմ ձեր հետ կիսվել այն մարդկային և խայտառակ իրավիճակի հետ, որը տեսա։ Մենք արդեն 2 տարի է ամենտեղ գնում լուսաբանում ենք, խնդիրները բարձրաձայնում ենք, արդեն մտածում էի դժվար է մեզ զարմացնելը, բայց այս անգամ զարմացել եմ։ Նայեք, սա բնակելի շենքի մուտքը, ժողովուրդ։ Սա այսենց 4 հարկանի բնակելի շենք է, որտեղ ապրում է մոտ 50 ընտանիք, 40 քանի բնակարան։ Նայեք, բառի բուն իմաստով տանիքը ծակ, բնակիչների հետ նոր խոսում ենք, ասում են ես ստեղ սաղ ջուր է եղել, գետինը ու մաքրել են։ Ես խնդրեմ, բնակիչը պարոն Ստեփանյանին ով Հեսա, նայեք, կամուրջ են սարքել, որ մարդիկ կարողանան անցնեն։ Բնակիչները ասում են իրանք սաղ մաքրել են ստեղ, որտեղ մուտքը սաղ ջրի մեջ է եղել։ Խոսացեք, ձեզ չնկարենք, ուղղակի որ ձայնը լսվի, նկարագրեք, էլի։ Բարև ձեզ կներեք ձեր անդորը խանգարելու համար, բայց Դեր շարունակվում է, տես միամիտ եկել եք ու տեսնում եք, որ ոնց որ դրանց է էլի, հա, այսպես։ Խնդրեմ, մարդիկ ստեղ իրանց ընտանիքներով ապրում են։ Ոս հլը մարդիկ մաքրել են, չորացրել են, այսօր արդեն էլ անձև չկա, մուտքը որ ցույց տվեցի, մուտքում է սաղ ջուր ա եղել, մարդիկ հավաքել են։ Մեր օրերի Երևանն է, էլի, ավելի շատ հետպատերազմյան Աֆղանստանյան, ման ճիշտ ասած էսա կաթվում է։ Դուրս գանք դրսի ճանապարհներն են ձեզ ցույց կտամ։ Հասկանաք, ինչ խայտառակ իրավիճակ այստեղ տիրում։ Այս վարչական շրջանի ղեկավարը ինձ թվում է պետքա այսօր ստեղ լինի, գա ու այս հարցերին շուտ կոնկրետ օրեր ասի, երբ են լուծում տալու։ Այս վիճակ չի, այս խայտառակություն է, այս մարդիկ ուղիղ իրանց անվտանգության, կյանքի առողջության ռիսկ է շնչում ապրելը։ Տեսա, նայեք, սաղ։ Երկրորդը դիմել ենք քաղաքապետարան, շատ տեղ են դիմել։ Ասեք չեմ նկարում ձեզ, բայց խոսեք, որ լսվի։ Ամենտեղ դիմել ենք քաղաքապետարան, թաղապետարան, պետական գույքի կառավարման կոմիտե, ամենտեղ։ Վերջերս էլ թաղապետին եմ դիմել, պարոն Ղենիկ Մխիթարյանը, Խոստացա, Նիկոլն էլ չէ՞ են անգամ եկի խոստացել։ Դե խոստանալը լավ գործ է, հեշտ է։ Հեսա, հիմա ճիշտ եմ, չէ՞ հասկանում, մուտքը ամբողջովին ջուր ա եղել, էդ էլ եք մաքրել։ Դե կարամ զգուշացնեմ պետական պաշտոնյաներին, թաղապետներին, որ ստեղ գալուց մենք ամենագնացներով գանք, մեր պարոն Ստեփանյանի մեքենայով եկանք, ստե մեքենայով էլ գալ չի լինում։ Բառի բուն իմաստով ճանապարհ չկա։ Ստե ախավորություն, այս տիկինը ամբողջ օր ավելի սա։ Նկարել են մենք այդ նկարածից տեսանք էլի։ Հələ ստեղ հələ նայեք էլի, սա բնակելի շենքի, էսի արդեն մասնավորի չի, էս արդեն պետք է համատիրություն, թաղապետարան, վիճակ զգացեք, տանիքը ստեղ։ Բաժարը բացի ստեղ, քանես կարա փլվի, սենց որ մնա, աստված չանի, կարա փլվի, սա պետքա կամ պետքա կապիտալ վերանորոգեն, կամ է պետքա ձեզ ստեղից հանեն տներ տան, այս շենքը տրակցնեն, այդպես վիճակա կներեք։ Փաստը էդ է։ Կարանք ձեզ նկարենք, թե չէ։ Ախի չէ, երեք նկարվել են։ Եկ եմ ասում եմ, երեք, հələ մտեք տունը, հələ ստել է։ Բարոց։ Էսի վիճակա, էս հələ լավ է, այսօր անձրևը կտրվել է։ Ով նստավ պաշտոնի, սերժացեց, ձերը դրեց գքին, ձեր շենքը կսարքենք, իրանից առաջ, ով էիր։ Պիտի բարեկարգվի, բարենորոգվի։ Դες վերջում ով է եղել ամենա։ Հա, վերջում Փաշինյանը։ Եկավ ասեց ապագա կա։ Բան կանեմ։ Անորնդեղ ժողովուրդը ասեց, որ եկել աստեղ, ասել 2 տարվա մեջ այս փողոցը վերանորոգեք, 2 տարի առաջ է ելել։ Էդի 2 տարի առաջ, դե հիմա բան չի ախր։ Բայց ստեղ հիմա պետք է մի հատ դրսից մի հատ տանիքը պետք է հարթացնեն, սարքեն, ստեղից են որ փագեն, թե չէ՞ ստեղ։ Բայց ավելի ճիշտ կլինի։ Հա, այնտեղ ավելի հետաքրքիր է, հա։ Այդի գնացեք, այդպիկյաններով հեսա։
Եկեք գնացինք։ Մենակ այդ տրուբային չդնեք, որ Այս է կանալիզացիայի տրուբան, Հա, է։ էդ էլ- Ֆանտաստիկ։ ով գարի դնում է, Ահա, ժողովուրդը իր միջոցներով է։ Կոյուղագծերը ստեղծել չի եղել։ Այսա բարձանանք։ Ասում եմ, ավելի երևի տրամաբանական կլինի մարդկանց ուրիշ տեղ տներ հատկացնել, այս շենքը պայթացնել, քանց թե այսքանը սարքել։ Այսա։ Այս սաղ ծակերը, այս ամեն ինչը ժողովուրդ ջան։ Ես գնում եմ մարդկանց տները։ Բնակարանները, որ պտտվում են, որ պատերը սաղ փտած է, ջուրը գալիս է, այս վիճակից է։ Այս վիճակից։ Իսկեն ամեն անձրև գալուց ջրհեղ է գալում ձեր մուտքը, հա։ Հրաշք։ Տան մեջ, տների մեջ, միջանցքներն են դեպի տների մեջ էլ անկողնու վրա դաժե շարում ենք ամաններ, այնքան ամբողջ այդ պանելի շողով կաթում է, չգիտենք որտեղ տնենք աման ամենտեղ։ Իսկ արճական շրջանը երբ է եկես տեղ ներկայացը։ Շրջանից եկան, ես Երբ։ Թաղապետի մոտ Ինչքան ժամանակ։ եկել են անցյալ շաբաթ եկան Անցյալ նայեցի ու գնացին, ասի հույսով եմ կվերանորոգեմ, բան ասում է մեզ ուղարկել են նայելու, չափելու, նկարելու, ասում է եկել ենք դրա համար, ասում Դե տեսնենք, տեսնենք։ հիմա սպասում ենք, մեկ շաբաթ ամեն Հեսա ճանապարհն է ստեղից ինչ լավ է։ Ցույց տամ, ինչ ճանապարհով ենք եկել։ Որ Վագեն Ալեքսանյանը որ մեծ խոսում էր, որ Երևանում գրունտավոյ ճանապարհներ չեն մնացել, սա քաղաք ու երկիրը ասֆալտ է, հեսա։ Այս ճանապարհով ենք եկել ժողովուրդ։ Այս մարտիկը, այս մասնավոր հիմնարկի աշխատողներն են, իրենց բան ու գործը թողած բռնե ճանապարհները այդտեղ ավազով լցնում են, որ գոնե մեքենաները անցնեն։ Մենք մինչև եկանք հոգիներս գնաց։ Այս են սաղ ճանապարհը այս վիճակում է։ Ոչ էս մի կետոր ասֆալտ չկա, սաղ փոս ու խայտարակություն։ Ու սենց նես չի էստեղ ավարտվում է, հեսա եթե կարանանք վերջում այն մասնը ցույց կտամ։ Կնկարեմ կդնեմ այս լայվի կոմենտներում։ Այս ճանապարհը, որ արդեն գրում են ավելի բնակեցված մասը, այնտեղ թանկարժեք սիրուն սեփական տներ կան, լիքը բնակելի շենքեր կան, նույն խայտարակ վիճակն է։ Բարի բուն իմաստով ճանապարհ չկա։ Սեդան քշող մարդը այդտեղ ամեն օր պետք է մեքենա սարքի։ Իսկ վերջի անգամ երբ է տանիքը վերանորոգվել։ 12 թվականին, 13 տարի առաջ։ սարքեցին մեկը։ Այդ ժամանակ որ սարքեցին մի որոշ շրջան օքեյ էր, հա, չէր կաթում։ Համընտրություններին ընթառաջ էր, համել այստեղ այն ժամանակ Աստրայի գործարաններ, պարոն այն ժամանակ Տիգրան Սարգսյանը վարչապետ էր, անցնում էին այնտեղ միջոցառում կար, բացումներ Աստրայի։ Այսպես կանգնեց ժողովրդը ասի ներկայացին խնդիրները, կանգնեց խոսեց ժողովրդի հետ։ Այն ժամանակ տեսնում եք գոնե ընտրությունների ժամանակ մի բան արել են։ Հիմա ընտրությունների ժամանակ Ավինյանը գալիս է ասում ընտրենք կանենք։ Մինչև հիմա ուզում ենք պարոն Տիգրան Սարգսյան, որ այս շենքը առաջի անգամ տանիքը վերանորոգեց իր աջակցությամբ։ Դա պետք է գտնել Ստացավ ու արեց։ եւս մեկ նոր մարդու, ով որ է սա սարքի։ Հեսա ոչինչ։ Կարևորը ցավոք սրտի ես արդեն այն դառնա Տիկին ջան։ Հարցերի հանրայնացումն է, միայն հարցերին լուծում տալիս։ Անհատական ամեն մեկը իր հերթին դիմել այդ քաղաքապետարան, քաղաքապետարան, պետգույքի կառավարման կոմիտե։ Ամեն տեղերից ստանում ենք նույն պատասխանը, որ դուք անօրեն ձևով եք մտել զարթել շենքը, Այսինքն ոչ բնակելի է։ Համար 30 տարի է Պատահել մարդիկ դեպքում մենք պատասխանը բայց կոմունալները վճարում եք, չէ՞։ ինչ են կանում։ Բա այդ ո՞նց է տենց եղավ, որ զավթել եք, բայց կարող եք կոմունալները վճարեք ապրեք։ Կամ պետք է կապիտալ վերանորոգեն կամ դες ուրիշ տեղեր տան, այդտենց վիճակ է ստեղ։ կարող սեփականաշրջանը երրորդ Ուսերը բանը արտերը զուտ արելի։ Հես։ Մի հատ այդ պրովոդները։ Նայ սարքի։ Լավ որ ձեզ համբերություն, ձեզ աշխատենք։ Ես Տիկին ջան, մենք ձեզ բաներ չխափենք, հույս չտանք, մենք ընդդիմադիր հավաքանու անդամներ ենք, մեր ֆունկցիան հանրայնացնելն է ու պատասխանատվություններին խայտարակ անելը, որ նամուսները զարթնի գործ անի։ Մենք
Չունենք են լծակը, որ ստորագրեն գանձակը։ Շամշանը, հա։ Աստված առաջ։ Շամշանի, ասեց մի բան կանենք, ով որ գրել է, ասեց իրան կպատասխանենք, կզանգենք։ Իմ հարցն է գրել, մեռավ գրելով ստեղ գնալով, հա, մի բան չարեցին։ Հիմա երեկացի տղա ջան, գոնե մի բան դուրս կգա, ասեց հա, մի բան կանենք։ Ասի ամոթ է, ես ինչ ալ։ Տիկին ջան, ամեն ինչ կանենք, որ արդյունք ունի, որտեղ սա անմարկային պայմաններ է, հա, ու վտանգավոր ու վախենալու է։ Լավ որ ձեզ Հա, ապրեք։ համբերություն։ Տեսություն, մերսի շատ։ Մենք ենք շնորհակալ, լավ որ ձեզ։ Հեսա ժողովուրդ ջան։ 40 քանի բնակարան, սա ընտանիքներ, լիքը փոքր երեխեք, հեսա այս պատեզդով։ Ժողովուրդ ջանին, հիմա պահի որ ցույց տան։ Վերևից տանիքից մի հատ ցույց եմ տվել, պարոն Ստեփանյան, հեսա ընդերից է ցույց կտանք։ Մեկը կա, որ զարմանցում էր Երևան քաղաքում ինչ փողոցներ չկա։ Այո, բան, գրունտային։ Գրունտային Բոլոր տեղերը ասֆալտ է պնդում էր Վահագնը Ալեքսանյան։ Ես մուտք Էլի, ուղիղ։ Հեսա ժողովուրդ, լեսես։ Հեսա վիճակա բա։ Մոտեցում չի, էլի, այսինքն պաշտոնյան մարդուն ասում է չենք սարքելու, որովհետև դուք ստե իբրև զավթել եք, ես հանրային ա եղել, ապրելու չի։ Բայց հաշվու ասում է, թե գլխների տե փլվի, մենք դրա պատասխանատուն չենք։ Իսկան հասկանում եմ, որ այնպիսի վիճակ է, որ կարող իրոք մարդկանց գլխին փլվի է շենք Աստված ջանի, բայց որով է լուծում չեն տալի մարդիկ։ Որով է լուծում։ Վիճակ զգացեք հələ։ Ասել բակն է։ Ոնց էր, ըհը։ Ներեք ժողովուրդ ջան, կապս գնաց, հեսա, նայեք ինչ։ Ֆանտաստիկ իրավիճակ է։ Պարոն Ստեփանյանը մի քիչ զայրացած է, որտեվ իր Տեսլան լուրջ առողջական խնդիրներ ձեռք բերեց այս մեր ուղևորությունից։ Այստեղ նայեք էլի։ Այստեղ նայեք։ Սեփական քաղաքացուն սիրող մարդ, պաշտոնյան։ Սենց բան կթողի բա։ Նույնիսկ ես շունիկն է հասկանում, թե ամեն ինչ տխուր է։ Հիմա գնում ենք Մյուս անգամ որ գանք ստեղ ստուգելու իրավիճակն ինչա ամենագնացով կգանք պարոն Ստեփանյան, այլ կերպ չի լինի։ Երևանը։ Ու մենք գտնվում ենք Երևան քաղաքի մեջ։ Ինչքան է անհավատալի չթվա, ինչքան է տարօրինակ չթվա, այո, սա Երևան քաղաքն է ժողովուրդ ջան։ Ու որպեսի ուղղակի 13% է մնացել, լիցքավորումս հույս ունեմ չի կհերիքի մինչև հասնենք փողոցի հակառակ կողմը, որովհետև որպեսի ձեզ չթվա, որ այս ամենածայրամասային տեղն է, դրա համար ճանապարհ չկա, հետո նորմալ է դառնում։ Դրա համար անպայման ուզում եմ ձեզ այս նույն ճանապարհի վերջը ցույց տամ նույնպես։ Էսա նայեք ժողովուրդ ջան, ասում մեքենայի շարժվելուց եկա հասկանաք էլի։ ԿՊ ազգամավորի վերեմ անդամներ։ Չի գա։ Ոնց։ Չի գա։ Ասում են Ապետ աս։ գրունտային ճանապարհներ գոյություն չունի Երևանում։ Դες գրունտային ճանապարհը ավելի լավ է, քան ստես։ Հիմա գնաց վերա։ Մի մետր առանց ղեկը ձախ աչանալու չես կարողանում։ Ձախ կողմում ախ ճանապարհ չկա ու վիճակ ես են ժողովուրդ ջան էտերի ասում, որ սենց ինչքան գնանք նես չեն։ Շենքերը տների ինչքան շատանան լավանում, վիճակը էլ ավելի է վատանում, հələ ամենավատ մասը չի ճանապարհի։ Ճանապարհը սենց ինչքան գնում ես, այդքան վատ ինչ շարունակում ես։
հասկացեք։ Թող ԿՊ-ի պատգամավորները իրանց գործընկերոջ խաբեբայության համար այս ամեն ինչի տակից դուրս գալուց իրանց մի քանի անգամվա պրեմիաները այո վերցնեն ու ուղղեն այս ճանապարհին լուկն է բաց լուկ գնես մեջը կորես այ լավ կլինի որոշ պաշտոնյաներ մի ամիտ են գնանց լուկի մեջ կորեն մենք իրանցից ազատվենք իրանքը մեզնից Ձեզ պետք է տուգ անելու օրենք ընդունում են, որ ձեզ տուգ անեն, ոչ թե քաղաքացի տրանսպորտի բոյկոտով քաղաքացիների տուգ անեն, ձեզ այդ ԿՊ-ի այդ խունտային պետք է տուգ անելու, արի դեստե հենց հիմա անցի, արի անցի, արի Վահագ Ալեքսանյան, արի ու ստեղ Սողոսկի, ցեխերի մեջ կարա հա, կարող է, օքեյ հարազատ բանա, չէ միջավայրը Այդտեղ վիճակը այնա, որ պետությունը համ պետք է այս ամեն ինչը վերահսկի ու կառուցի, բայց դրա հետ մեկտեղ նաև պետք է օրինակ եթե այստեղ մենք տեսնում ենք այստեղ մեծ ձեռնարկություններ կան։ Պետությունը նաև պետք է ի վիճակի լինի շահույթ ունեցող խոշոր հզոր կազմակերպություններին, ովքեր այս ճանապարհի այս թաղամասի հետ կապ ունեն, գան, իրանց լումաններ դնեն։ Պետությունը չպետք է թույլ տա որևէ գործանող այս զիբիլը սենց թողի։ Ակնհայտ է, չէ՞ որ այս կողքի այս հիմնարկությունների զիբիլն է, ով է այսքան բերել։ Ոչ իրանք են գործանում, ոչ կարող են տերը լինեն մնացածին պարտադրեն որ գործանեն, ոչ մի բան չեն կարող։ Մենակ կարող են սերտաճամլիկ հիմար ելույթներ ունենան։ Թողես գան մենակ քաղաքապետարանի ավականու նիստերի ամբիոնից Ստեփանակերտը Խանքենդի անվանեն թողեն գնան։ Հա երկու հատ լուկ է զգուշ։ Տեսեք ժողովուրդ ջան, այն մեկ, ասել է։ Մի քիչ հեռախոսիդ մեջ լնես, մի քիչ զբաղված լնես, անմիջապես կարող ես մեքենայից զգուշ ծախի վրա լուկ կա։ Անսաման, անverջ, աղ, խնդի վիճակ, ճանապարհի բաց սարձակը, լրիվ ամբողջական բացակայություն։ Այս բնակիչներն էին։ Այս հա, այս մարկանց հետ նոր խոսում էին գալուց։ Այս մարկանց հետ նոր խոսում ենք, ասում Փաշինյանը մի քանի տարի առաջ եկավ, ասես պաշտոնյաներին է հաթաթա արեց, որ 2 տարում էս ամեն ինչը սարքվի։ Այս մարդը Նիկոլ Փաշինյանի լավ բան ասեց, բայց չեն կարող նկարենք։ Հոպար ջան գնացինք, նահարակացարանները նկարեցինք։ Ափսոս քո խոսքերը չեն կարող այստեղ փոխանցենք։ Լավ որ քեզ։ Էսը մինչև հետը մի հատ սեփական տուներ ընտանիք էին։ Ամուսինքին եւ մի հատ երիտասարդ տղա ունեին, իրանք էին պատմում, որ Նիկոլը եկել է ձեռները սխմել է, հետները խոսել է, ասել է 2 տարվա մեջ էս ամեն ինչը պետք է սարքվի։ Իրանք է ուրախացել են, հետո Նիկոլն ընտրել։ Այդ հիմա իրանք ավելի կոռեկտ էին արտահայտվում, տվկին կար իրանց հետ, բայց վստահ եմ հոպարի նույն մտքերն են ուղղակի ավելի կուլտուրական բառերով։ Խնդրեմ, նայեք, հիմա այո, բնակելի մասը, պարոն Ստեփանյան, դանդաղ ջարդվի։ Տեսեք, հիմա արդեն եկել ենք, նայեք, ձախից աճիղ, սա հիմնարկներ են, ու այս բնակիչները իմիջիալոց ասեցին, որ այս ճանապարհը, որ ինչ-որ մի ձև դզում լցնում են, նաև շանում են պատճառով, որ այս հիմնարկները սա խոշոր մեքենաներով անընդհատ գրուզ են տանում բերում, ու կրկին դրա համար է կարա, չէ, քաղաքապետարանը կանչի այդ հիմնարկներին, ասի կամ դադարեցրեք կամ եղբայր, եթե գիտեք բնական մաշվածությունից բացի գլխավոր վնասը ձեր աշխատանքից է լինում, ժամանակ առ ժամանակ սարքեք, ուղղեք, բայց դե չկա տենց բան, այս մարդիկ ոչ ոքից ոչ մի բան չեն կարող բանանել։ Աջուձախ բոլորը սեփական սեկտորներ են, բոլորը բնակեցված են, հիմա նայեք, հիմա էսի ավելի որ ասում մեր օրեր Երևան, հիմա նայեք, մենք բան էլի, կարենաս Մենք սաղ արդեն տները, բախտը բերել է, այս կանտերը հլը չի ավիլվել, հիմա
հասնում ենք այս Ռաֆու Մալացիա վարչակնաշրջան, Սեբաստիա, Ռաֆու փողոց։ Այստեղ քաղաքացիները ասում են ուղիղ տարի ու կես է, երրորդ անգամա քանդում են ու քանդած թողում են։ Ջրագիծ են տանում, կիսատ են թողում, ասֆալտապատում են անում, էլի կիսատ են թողում։ Հիմա ցույց եմ տալի երրորդ անգամ քանդելու արդյունքը, հեսա ցույց տանք։ Չալոն, դեսա չալոն, Չալո ջան, գնա, օրո, Չալո ջան, ինչ կեզ Ահա Հիմա, դեկեք, սենց Հիմա այդ հիշում եք, որ ասում էի, որ ինչքան քաղաքին մոտենում ես ավելի վատա դառնում, այս մասն է։ Ստեղից էլի ֆանտաստիկ փոսեր են սկսում, ու սենց կարա խապուսիկ տպավորություն լինի, որ մի երկու տեխնիկա է կանգնած, որ գործ են անում, բայց չողակից տես կանգնած է։ Ու մասնավորներն են հիմա ինչ որ լուծումներ ուզում գտնեն։ Փաստացի ոչ մի բան ստեղ չի ելը։ Չի երևում է լավ։ Այս սենց անա։ Ծախով, հա, ճիշտ է, կանգնես իշնեմ դու բացի։ Ճանապարհ զգացեք մի հատ։ Այսինքն, եթե հանգարց հեռախոսս անջատվի, ինձ կներեք, այսօր power bank-ս մոռացել եմ տանը 3% մնաց, բայց արդեն ինչ որ չափով հասցրեցինք ցույց տալ։ Ճանապարհ զգացեք էլ։ Ունայքի սիրուն սեփական տները սա թողքը։ Իսկ մարդիկ իրենց մեքենաները չգիտեն, այդտեղ ոնց են վարում։ Դե երևի բոլորը ամենագնացներով դնում։ Հրաշք մի ճանապարհ։ Ասեք, ինչ որ մի բանի գիծ քաշել են, որ ենթակառուցվածքի հարց են լուծել, ու դրանից հետո այսպես փնթի ու անտեր թողել են։ Գործի մի մասը արել են, այսինքն մի հարց լուծել են, բայց ուրիշ հարցեր դրա փոխարեն ստեղծել են։ Տեսեք, Վագեն Ալեքսանյան, մոտեցեք ծանրաձողին, հեսա ձեր առանց որովե խնդիր ճանապարհներ ունեցող Երևանի վիճակը։ Երևանը մեն Բաղրամյան փողոցը չի, սա էլ է Երևանը։ Ու ասեմ ձեզ, հենց այս թաղամասներից է ձեր ձայների մեծամասնությունը։ Բայց լավ եք անում։ Հենց եք անում, որ մարդիկ զարթնեն, սթափեն, որ ձեզ կյանքում չընտրեն։ Հեսա։ Այսօր այսքանը սիրելի երևանցիներ, լավ եղեք, համբերություն ձեզ, մեզ, բոլորիս, հիշեք ամենաուշը 26 տվի հունիսին քաղաքացիական պայմանագիրը նետում ենք պատմության աղբամանը եւ կրկին սկսում ենք կառուցել մեր երազանքների Հայաստանը։ Լավ օր ձեզ, համբերություն ձեզ, կհանդիպենք Երևանի փողոցներում։